Երեկ Ստամբուլում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցություններում Մոսկվայի պատվիրակության ղեկավար Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է. ռուսները միշտ ստանում են այն, ինչն իրենց է պատկանում։ Մեկնաբանելով հրադադար հաստատելու Կիևի առաջարկը նա նշել է. խաղաղ բանակցություններից առաջ հրադադար պահանջողներն ուղղակի պատմություն չգիտեն։ Ռազմական գործողությունները միշտ ուղեկցվել են բանակցություններով, կարծիք է հայտնել Մեդինսկին։ Ստամբուլյան հանդիպմանն է անդրադարձել ուկրաինական կողմը, հանրապետության ԱԳՆ խոսնակը հերթական անգամ շեշտել է հրադադարի անհրաժեշտությունը։ Նա տեղեկացրել է, որ բանակցություններում ռուսական պատվիրակությունը մի շարք պահանջներ է ներկայացրել, որոնք անընդունելի են Կիևի համար։ Գեորգի Տիխիի խոսքով ուկրաինական պատվիրակությունը Թուրքիայում հիանալի աշխատանք է կատարել։ Գերատեսչությունից հիշեցրել են, որ հանդիպման արդյունքում հնարավոր է եղել պայմանավորվել գերիների մասշտաբային փոխանակման մասին, 1000-ի դիմաց ձևաչափով։ Ստամբուլում Կիևի թիմի ղեկավար պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն էլ տեղեկացրել է, որ կողմերը կշարունակեն աշխատել հրադադարի ուղղությամբ։ Նրա համոզմամբ հաջորդ քայլը պետք է լինի Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպման կազմակերպումը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքն ու Վլադիմիր Պուտինը պետք է հանդիպեն։ Հոգնել եմ մնացածների հանդիպումներից, կարծում եմ կլուծենք ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված խնդիրները։ Եթե չլուծենք, շատ հետաքրքիր կլինի, հավելել է ԱՄՆ նախագահը։ Նա կրկնել է, որ շատ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահի հետ։ Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ անհրաժեշտության դեպքում իրենից լավ ոչ ոք ճնշում չի գործադրում։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ ուկրաինական կողմը բավականաչափ հաղթաթղթեր չունի բանակցություններում։ Թրամփն անդրադարձել է Գազայի հատվածում իրավիճակին, տեղեկացրել, որ աշխատանքներ են տարվում Համասի մոտ պահվող գերիներին վերադարձնելու ուղղությամբ։ ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ առաջիկա շաբաթներին լավ նորություններ կլինեն։ Պետք է օգնենք նաև պաղեստինցիներին։ Գազայում շատ մարդիկ սովամահ են լինում, այնպես որ երկու կողմին էլ պետք է աջակցենք, ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։ Իսրայելն ակտիվացրել է Գազայի հատվածում ռազմական գործողությունները, ցահալից հայտնում են, որ պատրաստվում են ընդլայնել հարձակումները։ Իսրայելի զինված ուժերի տվյալով նպատակն է վերադարձնել գերիներին, ոչնչացնել Համասը և պաշտպանել Իսրայելի բնակչությանը։ Նշվում է, որ սա Գեդեոնի կարգեր անվանումը ստացած գործողության առաջին փուլն է։ Հաղորդվում է զոհերի և վիրավորների մասին։ Վերջին տվյալով Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է ավելի քան 53,000 մարդ, վիրավորների թիվը հատում է 120,000-ը։ Շրջափակման հետևանքով տարածաշրջանում մարդասիրական ճգնաժամ է ստեղծվել։ Իսրայելի վարչապետը և պաշտպանության նախարարն էլ հայտարարել են Եմենի հութիների օբյեկտներին զանգվածային հարվածների մասին։ Թիրախում են եղել մասնավորապես նավահանգիստները։ Ըստ իսրայելական կողմի սա պատասխանն է Իսրայելի դեմ հութիների հրթիռային հարձակումներին։ Պաշտոնյաները նախազգուշացրել են, անհրաժեշտության դեպքում կշարունակեն ռազմական գործողությունները և կթիրախավորեն Անսար Ալլահ շարժման բարձրաստիճան ներկայացուցիչներին, որոնք աջակցում են պաղեստինցիներին։ Վաշինգտոնն Իրանին առաջարկ է ներկայացրել միջուկային գործարքի վերաբերյալ, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Նրանք գիտեն, որ պետք է արագ գործեն, այլապես շատ վատ բան տեղի կունենա, հավելել է ԱՄՆ նախագահը։ Սպիտակ տան ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Թեհրանը ցանկանում է գործարք կնքել։ Ես չեմ ուզում, որ բռնություն կիրառվի, բայց նրանք միջուկային զենք չեն ունենալու, շեշտել է Թրամփը։ Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից, նման հայտարարությամբ էլ հանդես է եկել Իսլամական Հանրապետության արտգործնախարարը։ Աբբաս Արաղչին շեշտել է, իր երկիրը վճռական է զարգացնելու գիտելիքները և տեխնոլոգիաները միջուկային էներգիայի խաղաղ և անվտանգ օգտագործման ոլորտում։ Այս հարցում զիջումներ չեն լինելու, ընդգծել է իրանցի դիվանագետը։ Միևնույն ժամանակ իրանական կողմը վստահեցրել է, պատրաստ են առկա խնդիրները լուծել դիվանագիտության և երկխոսության միջոցով։ Դիանա Գասպարյան, լուրեր։